Այսօր առնված են 3 խորհուրդ կա այստեղ հավաքելու եւ հիշելու մեր մեծ զորավարի մոտիկ ահա նախ մարտի 22-ը մեր նախնիկ տոնել են որպես կանան առաջին օր գիշերը հավասարի օր որը նշանակում է որ լույսը մարտի 22-ին հաղթեց խավարին այսօր մեր երկու խավարի իշխանություն է հաստատված եւ եթե բնության մեջ այսօր զարթում կա որտեղ լույսն է իշխելու եւ ոչ թե խավարը մենք մեր պայքարով մեր ընկերների հետ միասին փորձում ենք Հայաստանում շուրջ 7 տարի թևածող խավարը ցրել երկրորդ խորհուրդը այսօր աշխարհը տոնում է Բալթիկ ծովի օրը մարտի 22-ը Ծովակալիսակովը եղել է Բաքյան նավատորմի իրական հրամանատարը եւ հայնական պատերազմից առաջ եւ հայնական պատերազմում եւ դրանից հետո եւ մենք ունենք նաեւ երրորդ խորհուրդը այսօրը քրիստոնյա աշխարհը տոնում է 40 նահատակների օրը 40 հռոմեական լեգիոնի զինվորներ որոնք հավատարմության ուխ տարեցին իրենց Աստծուն եւ հանուն այդ հավատի Սեբաստիանում նահատակվեցին այսօր մեր պայքարը եւս այդպիսին է Հայաստանում իրապես չկա քաղաքական պայքար
մեր գոյութենական պայքարն է օկուպացիոն ռեժիմի դեմ, որի կոլաբորանտ իշխանությունները կոչվում է Հայաստանի կառավարություն, ինչպես մեր նախնիկ եւ մեր հավատակից եղբայրները պայքարեցին չվախենալով ոչնչից, անգամ ֆիզիկապես չլնելուց, դրա համար այսօր Հայաստանում ապրում է հայը, այս գոյութենական պատերազմում հավատը ամենամեծ զենքն է, որը կարող է հաղթել ցանկացածին։ Տերն ասում է. մեկը ինձանով ավելի հզոր է, քան աշխարհը, եւ հետաբար ապավինելով մեր 3 ծնողներին, մեր ծնողներին, որոնցից ժառանգել ենք դասիրակություն, խրատ, ավանդույթներ, մեր երկրորդ ծնողը մեր մայր հայրենիքն է, որին պարտական ենք, որ այս հողի վրա մենք ապրում ենք, եւ երրորդ ծնողը Հայր Աստվածն է, որին մեր պապերը դավանել են եւ այդ դավանանքի ուժով մենք այսօր ապրում ենք։ Այն որ օրվա իշխանությունները կարողանում են այդ ապօրինությունները յուրին կերպով անցկացնել, իրենք ունեն տանիքներ։ Եվ այսօր մենք գտնվում ենք մի տարածքում, որտեղ այդ տանիքներից մեկն է Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Անցած տարի հունիս 12-ին մեր ժողովուրդը կրկին անգամ ընդվզեց արդարացի պահանջներ ներկայացնելով, որտեղ ոստիկանությունը կիրառելով ոչ համաչափ ուժ, բռնություններ, խոշտանգումներ կարողացավ այդ փոքր ճակատամարտում հաղթել։ Եվ տարօրինակ չէ, որ հունիս 13-ին այս հարևան շենքում նստած Սույն տիկինը, որը ներկայացնում է Ամերիկա պետության ժողովրդին եւ պետությանը տարածեց հայտարարություն առայն հավաքական առումով ես հաշիվ չասեմ, որ իրենք խրախուսում են ոստիկանության քայլերը եւ բռնությունների մեջ մեղավոր է ժողովուրդը։ Ահա թե ինչու Նիկոլները եւ Նիկոլի նմանները կարող են երկար գոյատևել, քանի այդպիսի դեսպաններ կան։ Մենք մեր արդարացի ձայնն ենք բարձրացնում, որպեսզի այդպիսի դեսպաններ ուղղակի մեր երկրից դուրս դրվեն, որպես անցանկալի անձ։ Իսկ այդ դեպքերի հետ կապված ես խոսքը փոխանցում եմ Ալա Հակոբյանին, որտեղ է տիկին Ալա։ Խնդրեմ, ներկայացեք դուք նաև, ես կպահեմ դուք խոսեք։ 2024 թվականի հունիսի 12-ին չի լսվում 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ ազգային 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ ազգային ժողովի հարակից տարածքում ցուցարար քաղաքացիների եւ ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում, որի հետևանքով շուրջ 100 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ, ներառյալ լրագրողներ եւ օպերատորներ։ Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել է առնվազն 20 զարյա տեսակի լուսաձայնային ձեռքի նռնակներ, որոնց կիրառումը թույլատրելի է միայն զինված հանցագործների նկատմամբ, այն էլ միայն բաց տեղանքում։ Մինչդեռ ոստիկանները փաստացի դրանք նետել են ցուցարարների վրա եւ նույնիսկ արդեն նահանջող, փախչող կամ վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների ուղղությամբ։ Արձանագրվել են դեպքեր, երբ կիրառված նռնակից արդեն իսկ վիրավոր ու գետին ընկած քաղաքացիների եւ այդ վիրավորներին օգնության հասած անձանց նկատմամբ դարձյալ կիրառվել է լուսաձայնային նռնակ։ Փաստենք նաեւ որ ոստիկանները լուսաձայնային նռնակ են նետել նաև լրագրողների եւ օպերատորների խմբի ուղղությամբ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել 10 լրագրող եւ օպերատոր։ Առկա է տեսագրություն, որը փաստում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին եւ երբ նա կրացել ու վերցրել է այն, նռնակը պայթել է վերջինիս ձեռքի մեջ։ Պայթյունից ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել է, ինչի հետևանքով անձը կորցրել է իր 3 մատը։ Ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի թիվ 90Ն հրամանի
Լուսաձայնային նռնակների կիրառումը նախատեսվում է դրանց օգտագործումը մարդկանցից նվազագույն 2.5 մետր հեռավորության վրա մարմնական վնասվածքները կանխելու նպատակով։ Ուստի նշենք ցուցարարների նման խտության պարագայում որպես հատուկ միջոց ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը ի սկզբանե լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության եւ կյանքի համար եւ այդուհանդերձ նշված վայրում եղել է ընդամենը 1 շտապօգնության հաշվարկ։ Տեսագրությամբ արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրել, որ նռնակների կիրառումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղիղ հրամանով։ Թեպետ ոստիկանության սպառազինության զինապահեստում արկա են նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, այն է փշալար, ջրցան մեքենա, այնուամենայնիվ կիրառվել է առավել վտանգավոր միջոցը։ Ըստ գործող օրենքի, մինչ հատուկ միջոցների կիրառումը պետք է լինի ցուցարարների պատշաճ զգուշացում, սակայն դա չի արվել, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է։ Արձանագրվել են դեպքեր ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու մասին։ Բռնություն եւ ահաբեկիչ խոսք տեղի է ունեցել նաեւ ոստիկանական մեքենաների մեջ, ընդ որում դիմադրություն ցույց չտված քաղաքացիների նկատմամբ։ Նշված դրվագներում առանձին ոստիկաններ զանց են առել իրենց օրինական լիազորությունների սահմանները։ Տեսագրությունները փաստում են, որ նռնակների կիրառման ընթացքում կարմիր բերետավորները շարունակել են ծեծել ցուցարարներին։ Նրանցից մեկին ծեծելով տեղափոխել են ոստիկանական շարքերի խորքը, որի ընթացքում այլ ոստիկաններ եւս հարվածներ են նրան հասցրել, այդ թվում մահակով։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները մազերից քաշել եւ ծեծել պատառոտված հագուստով ցուցարարին։ Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր։ Հիշեցնենք, ոստիկանության մասին օրենքի համաձայն, նաև ոստիկանական զորքերի մասին նախատեսված օրենքով խաղաղ հավաքի հարևանությամբ ոստիկանական զորքերի ներկայությունը արգելվում է։ Ոստիկանական զորքերը կարող են ներգրավել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժերը եւ ԱԱԾ-ն սեփական ուժերով ի վիճակի չեն կանխել եւ դադարեցնել այդ զանգվածային անկարգությունները։ Փաշինյան Նիկոլը այդ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ հանդարտության եւ ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի է լարել իրավիճակը, հրահրելով բռնությունների գործադրում խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների հանդեպ եւ ապօրինի գործողություններ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։ Նիկոլ Փաշինյանը բախումներից կարճ ժամանակ անց գնահատականներ է տվել տեղի ունեցածի վերաբերյալ, որակավորելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ եւ պրոֆեսիոնալ։ Այսպիսի կանխակալ դիրքորոշում ակնհայտորեն կաշկանդել է վերոհիշյալ դեպքերի եւ իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ եւ մանրակրկիտ քննությանը։ Ոստիկանությունը չի ձեռնարկել քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար նախատեսված բոլոր պատշաճ քայլերը, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը եւ լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետևանքով հարյուրավոր անձանց հիմնարար իրավունքներ խախտվել են։ Առ այսօր պատկան կառույցների կողմից չեն անցկացվել թափանցիկ ծառայողական քննություն, ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների եւ այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու
եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։ Քննության պետք է առնել եւ իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերի եւ այլ խախտումներին։ Չի նախաձեռնվել քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ առանց օրենքով նախանշված հիմքերի որևէ մեկի արկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ դեպքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահը եւ հանրապետության նախագահը ոչ միայն ափսոսանք եւ մտահոգություն չեն արտահայտել տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները, ըստ էության ուղղորդելով եւ կանխորոշելով հետաքննության արդյունքները։ Այսպիսով կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը օրինակարգության եւ ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ երկիրը կառավարելու իր գլխավոր հենարանն է դիտում ուժային կառույցները, Հայաստանում հաստատելով ոստիկանապետություն։ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը դարձրել է մասնակից իր բռնության եւ հակաօրինական գործունեությանը։ Ոստիկանությունն ու ոստիկանության առանձին ստորաբաժանումներ նույնպես դարձել են մասնակից այդ հակաօրինական գործունեությանը։ Նիկոլ Փաշինյանը իր հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել նաեւ քննչական կոմիտեն ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով։ Հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է երկու քրեական վարույթ։ Մեկը քաղաքացիների կողմից ենթադրյալ զանգվածային անկարգությունների փաստով, իսկ մյուսը ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնական լիազորությունների ենթադրյալ վերազանցման փաստով։ Առաջին գործը քննվել է ավելի քան 100 քննիչների կազմված քննչական խմբի կողմից, կատարվել են ձերբակալումներ եւ շուրջ 3 ամիս հետո գործը փոխանցվել է դատարան 16 անձանց առաջադրելով մեղադրանք։ Մեկը զանգվածային անկարգության մեղադրանքով, մնացածները խուլիգանության։ Ներկայումս դատաքննությունը շարունակվում է, մինչդեռ ոստիկանության գործողությունների մասով նախաքննությունը ընթանում է դանդաղ, նախաքննական գաղտնիքի խստագույն ռեժիմով եւ մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Ուստի բնական է, որ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել եւ իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ամենամյա տարեկան զեկույցում, ինչպես նաեւ Human Rights Watch եւ Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը իր տարածած հաղորդագրության մեջ ոստիկանության գործողությունները այն է ոչ համաչափ եւ ոչ իրավաչափ գործողություններ, բռնություններ եւ խոշտանգումներ իրականացրած Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ոստիկանական զորքերի զինծառայողների կողմից կատարած արարքները որակում է որպես իրավաչափ եւ խրախուսում է այն։ Միաժամանակ հունիսի 12-ին Երևանում ազգային ժողովի հարակից տարածքում սահմանադրությամբ
արտոնված ցույց անցկացնելու իրավունքը իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է հավաքների ազատության իրենց իրավունքը իրականացնել պատասխանատու կերպով եւ զերծ մնալ բռնության դրսևորումներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին եւ պետությանը ներկայացնող Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը նման արարքով վարկաբեկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող իրապես ժողովրդավար քաղաքականությունը, քանզի կիրառում է երկակի ստանդարտներ, անուղղակի խրախուսելով եւ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ռեժիմի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունը կատարող Փաշինյան Նիկոլի ձեռքի գործիք հանդիսացող ոստիկանությանը, քննչական մարմիններին եւ վերջիններիս կողմից անօրինական, հակաիրավական, հակամարդկային գործողություններ։ Հավաքի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին դիպնում են որպես անցանկալի անձ եւ հետամուտ են լինելու, որպեսզի վերջինս օր առաջ լքի Հայաստանի Հանրապետությունը։ Հավաքի մասնակիցները այսօրվանից Հայաստանի ամբողջ տարածքում սկսում են ստորագրահավաք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին պերսոնա նոն գրատա ճանաչելու նպատակով եւ լիահույս են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից արդարացի, իրապես ժողովրդավար եւ քրիստոնեական արժեքների հենքի վրա իրականացվող քաղաքականությունը իր դրական արտացոլումը կգտնի նաեւ Հայաստանում 22 մարտ 2025 թիվ քաղաք Երևան հավաքի մասնակիցներ։ Շնորհակալություն Տիկին Աննա։ Մենք իսկապես ամբողջ հանրապետությունում սկսել ենք ստորագրավակ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանին անցանկալի անձ ճանաչելու։ Այսօր մեր 16 ընկերներ փաստորեն քրեական գործ հարուցելով տարբեր խափանման միջոցներով տնային կալանք ստորագրություն չբացակայելու։ Մենք հետաղուտ ենք լինելու, որ մեր ընկերներին բաց թողել, իսկ մենք վստահաբար գիտենք ճանապարհը որն է։ Ճշում այնտեղ, որտեղից Փաշինյան Նիկոլը վախվորած մի զանգ է պիտի պատասխանի։ Մենք այդ ճշումը պիտի իրականացնենք։ Իսկ այժմ ես ցանկանում եմ խոսքը տալ մեր լավագույն ընկերներից մեկին Գրիգորին Գրիգորյան, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, բայց մինչ այդ երկու խոսք ասեմ։ Արդեն կա որոշում, որ Գերմանիայից Հայաստան է տեղափոխվում մի զորամաս, որի մասին կարծում եմ իշխանությունները փորձում էին թաքցնել, բայց այնուամենայնիվ այդ տեղեկատվությունը սպրտեց դուրս եւ այդ զորամասը 151 տեխնիկական միջոցներով Հայաստանում է գալու հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցելու զորավարժությունների, ընդ որում Աֆրիկան խորզի համավարակի դեմ Հայաստանում նման համավարակներ չկան, ինչու են իրենք գալիս։ Մենք կրկին ասում ենք, որ Հայաստանը կենսաբանական լաբորատորիաներով դարձել է փորձադաշտ, առավել ևս որ խտրանում են ամպերը մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Մենք չենք բացառում, որ Հայաստանի տարածքը այդ առումով կարող է դառնալ որոշակի հարթակ։ Ուստի Հայաստանում գործող 13 կենսաբանական լաբորատորիաներ մենք ասում ենք դուրս եկեք այս տարածքից։ Այդ թվում ոչ մի զորամաս Գերմանիայից ՆԱՏՕ-ի լինք թե Պենտագոնի Հայաստանում ոչինչ չունի անելու։ Այժմ խոսքս փոխանցում եմ Գրիգոր Գրիգորյանին, խնդրեմ։ Հարգելի ընկերներ, իմ գործընկերոջ հաղորդման
հիման վրա ես պարզապես ցանկանում եմ ավելացնել Պարոն Նահապետյանը ասեց, որ համավարակ չկա, Խոզերի Աֆրիկյան ժանտախտին, ճիշտ ասեց, համավարակ չկա, բայց հիվանդությունը երկրում ներկա է եւ այդ իսկ պատճառով ես կփորձեմ ձեր ուշադրությունը սևեռել որոշակի հարցերի վրա, որոնք կապված են մեր ժողովրդի եւ մեր երկրի կենսաբանական աշխարհի առողջության հետ, Վերջի օրերին համացանցում հայտնվեց մի նյութ, համաձայն որի USAID գործակալության նախկին աշխատակիցը տեղեկացնում էր մի այլ աշխատակցի իրենց կողմից կատարված Միացյալ Նահանգների կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում կատարված որոշակի գործողությունների վրա եւ զգուշացնում էր դրանց վտանգի մասին։ Ծանոթանալով այդ նյութին մենք կարող ենք ասել, որ իրոք մեր երկրի տարածքում կատարվում են կասկածելի գործողություններ, որոնք կարող են փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ նրանք խախտում են կենսաբանական զենքի 1972 թվականի կոնվենցիայի որոշ դրույթներ։ Դրա կապակցությամբ ես ցանկանում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի ուշադրությունը հրավիրել մեր երկրի տարածքում իրագործվող ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի գործողությունների վրա։ Մենք որոշակի ԶԼՄ-ների որոշակի հրապարակումներից տեղեկացանք, որ որոշել են փակել որոշ մարզերում լաբորատորիաների աշխատանքը կասեցվում է կամ դանդաղեցվում է։ Մենք դրա ապացույցները դեռևս չունենք։ Հաշվի առնելով, որ Ամերիկայի նոր վարչակազմը փոշտ դիրքորոշում է որդեգրել մարդկության առողջության եւ կենթանական աշխարհի առողջությանը սպառնացող փորձերի վերաբերյալ ես ցանկանում եմ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատու պարոն Կենեդի ԱՄՆ վարչակազմի պետական ծախսերի արդյունավետության գործակալության պատասխանատու պարոն Մասկի ուշադրությունը հրավիրել այն գործողությունների վրա, որոնք կատարվում են ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ենթարկել դրանք փորձաքննության, քանզի չի բացառվում, որ անաչառ փորձաքննությունը, ինչպես նաեւ տեղի ունեցավ տխրահրճակ բժիշկ Ֆաուչիի հետ, կարող են լույս աշխարհ բերել թե ֆինանսական չարաշահումներ եւ թե մի շարք գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի խախտում են կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Հաշվի առնելով, որ մեր երկիրը այսօր գտնվում է գոյաբանական պայքարի մեջ, մեր երկրի էքզիստենցիալ վտանգ է սպառնում, ես դիմում եմ ԱՄՆ վարչակազմին, որպեսզի առաջին հերթին փորձաքննության ենթարկի իր կողմից ԱՄՆ կողմից իրականացվող ծրագրի դրույթները եւ ներկայացնի դրա արդյունքները հավաստիացնելով, որ դրանք կամ չեն խախտում համոզիչ ապացույցներ ներկայացնի, որ այդ գործողությունները չեն խախտում կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Այլապես, եթե նույնիսկ կա կասկած կամ որ դրանք խախտում են, այդ ծրագիրը պետք է կասեցվի, դրա իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է կասեցվի։ Նաև փորձաքննության ընթացքում ես հույս ունեմ, որ այդ ծրագրի իրականացումը առնվազն կդադարեցվի մինչև անաչառ փորձաքննության ավարտը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Կարևոր եղանակներ ինչպես խոսքն ասում։ Գիտեք, ժողովրդական էսպիսի մի ասացված կար, ասում է, ինչպեսին մարտի 22-ն է, այնպես էլ տարին է։
Չգիտեմ, միգուցե այդ կենսափորձում են մեր նախնի գնահատել, այսինքն ցուրտ տարի ա լինելու։ Բայց ինչևէ, կապ չունի եղանակ ինչպիսին է, մեր պայքարը մնում է, մեր պահանջը մնում է, մենք երկուշաբթի օրը Տիկին դեսպանին փոխանցենք նամակը, այստեղից, ինչպես ասում են, ճամփորդները կապելու եւ մաքրվելու մեր երկրից, որ իրավունք ինքը չունի եւ չեն վաստակել, առավել եւս որ ինքը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների ժողովրդին, Միացյալ Նահանգների կառավարությանը, Միացյալ Նահանգների նախագահին։ Սրանք գլոբալիստների մի ոհմակ են, որոնց այժմաբար մաքրում են։ Մաքրում է հանան նորընտիր նախագահը։ Մենք ենք կօգնենք այդ մաքրելու համար։ Սա առաջին։ Եվ Կենսաբանական լաբորատորիաները մեզ համար գոյութենական վտանգ են ներկայացնում, այո, մեր պայքարը պատահական չի։ Այստեղ ճիշտ է, այսօր փոքրաթիվ է, խնդիրը այստեղ քանակը չի, խնդիրը կեցվածքն է։ Եվ կարծում եմ, մենք հետամուտ ենք լինելով, որ Հայաստանից ևս դուրս դրվի կենսաբանական լաբորատորիաները։ Իդեպ մեր հարևան Վրաստանը կարողացել է հասել նրան, որ տարածաշրջանային կենտրոն Լուգարում, Վրաստանում գտնվող լաբորատորիան արդեն դուրս է դրվում։ Մենք ևս անելու են քայլեր, որ այստեղից կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի տարածքից դուրս դնենք։ Իսկ հիմա եթե ցանկացողներ կան խոսք ասելու, պարոն Աբգարյան, կարող եք դուք խոսք ասեք։ Եկեք։ Այստեղ բոլորս նույն խրավատում են նույն տեղ։ Ասի Աբգարյանը չէ՞։ Հա, ներող կլնեք։ Ներկայացեք։ Երջանի Գրազարյան, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ Ժողովուրդ ջան, շատ ճիշտ արդիական թեմա է։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեռևս անցյալ տարի մասնակցելով այդ ակտիվ միջոցառումների նաև դատապարտել է հունիսի 12-ի ցուցարարների խաղանքատմամբ ոչ համաչափ ուժի կիրառում իշխանությունների ոստիկանության կողմից։ Ինչպես նաև շատ ժամանակ դեռևս 19 թվականից մենք անդրադարձել ենք կենսաբանական լաբորատորիաների հարցին, որը նույնպես կենսական խնդիր է, ինչքան իշխանություն ասնի ինքն իշխան է, ինքն է տիրապետում, բայց ինքը ոչ մի բան չի տիրապետում, ոչ մի ինքնիշխան էլ չի։ Ինչպես երեք էր խոսում հանրապետության ղեկավարը, այսպես կոչված, որ 7 տարում նա ոչ մի բան չի տվել, չի թողել, չի զիջել։ Իսկ ինչ մնաց, որ զիջի։ Մենակ մնացել է Երևանը փաստորեն։ Ամեն ինչն է զիջել է, սկսած Արցախից եւ բանակցություններում հիմա այդ խաղաղությունն է դա լակմուսի թուղթ է, որ ապագա ընտրություններում ցույց տա, երբական անգամ մանիպուլացնելով խապի ժողովրդին ինչին մենք դեմ ենք, եւ մենք մեկ անգամ եւս կողմ լինելով այստեղ կատարող ամեն ինչին, մասնակցելով նրան, մեկ անգամ եւս կոչ ենք անում հայ ժողովրդին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, նրանք միավորվեն եւ միասին այս իշխանությանը կարողանան տապալել, միասին համախմբված եւ մեկը մյուսին իրար դեմ ընդդիմադիրների իրար միս կրծելը դա միայն ձեռնտու է իշխանությանը։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում եւ դրա ամենաառաջին ծիծեռնակը դա առաջիկա Կիրակի օրը, այսինքն հաջորդ Կիրակի օրը Գյումրիում հավաքանու արտահերթ ընտրություններն են եւ խոշ կանենք բոլոր դեպքերում, բոլոր հարցուկի դեպքում ընդդիմադիր բոլոր ուժերը դնելով իրենց հակասությունները մի կողմ, սկսենք Գյումրիից, Գյումրիից սկսեց Հայաստանի գաղավիժումը, մենք գտնում ենք Գյումրիից էլ պետք է Հայաստանը սկսի նրա զարտոնքը հարնի մոխիներից։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես կարծում եմ, որ մեր պայքարը անկասելի է, քանզի ճշմարտությունը մեզ հետ է։ Ես չեմ ուզում այդ հարբեցող ծաղրացուի անունը անընդհատ տալ, ինքը նույնիսկ արժանել չի այս սուրբ հայլում, իր անունը տալու։ Բայց ինքը եւ իր նմանները արագ պետք է ճամփորդները կապեն, որտեղ իրենց դարաշրջանը ավարտվել է։ Ավարտվել է, որտեղ իրենք ներկայացնում են Հայաստանում աշխարհում գլոբալ կառավարիչների։ Այսօր ի ուրախություն երկիր մոլորակի երկու պետություն, երկու միջուկային գերտերություն միավորվել են գլոբալիստների ամբողջ իշխանությունը երկիր մոլորակի վրա ոչնչացնելու։ Խոսքս Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների մասին է։ Ոստիև սրանց ժամանակները հաշված են։ Եվ ամենակարևորը, մեր ժողովուրդը պետք է առաջնահերթ գնահատի մեր անվտանգության երաշխիքները։ Մնացած ամեն ինչ հացանցվում է անվտանգությանը։ Իսկ մենք հաստատ գիտենք, որ այդ երաշխիքների շնորհիվ էր, որ Թուրքիան
92-93 թվականին, որ փորձում էր Հայաստան մտնել 3 անգամ Ռուսաստանի ներկայություններ եւ սինական, քաղաքական, դիվանագիտական ներկայություններ, որ Թուրքիայի ռազմական նկրտումներ Հայաստան մտնելու եւ Հայաստանը գրավելու կասեցրեց։ Ես մտքի գիգանտները, որոնք տգետ են բոլոր առումներով, քանզի հիմար են, բթամիտ են եւ չարչ են իրենց բնույթով, սրանք փորձում են հաջողի հանել ամեն ինչ, այդ թունայ մեր երկիրը։ Վստահաբար թույլ չենք տալու, ինչպես թույլ չտվեցինք Արցախյան առաջին ազատամարտում, երբ մեր թշնամին մեզանից շատ ավելի հզոր էր։ Եվ այսօրվա մեր հավաքի բոլոր մասնակիցներին կրկին ես շնորհակալություն եմ հայտնում այս ինքնաբուխ հավաքի համար, եթե կա խոսք ասողներ, ովքեր ցանկանան, մոտ օրերս բազմաթիվ հանրահավաքներ են լինելու եւ Արցախի մեր հայրենակիցներն են կազմակերպելու ամսի 20-ին եւ մյուս կազմակերպությունները։ Մեր գոյութենական խնդիրը մեր ձեռքում է։ Ուժերի հետ հաշվի են նստում, մեր միակամության հետ հաշվի են նստելու, մեզ հարգելու են եւ գնահատելու են։ Լարկանի թուրամորթի եւ խաղաղություն մուրացողի տեղը արտակնոցն է։ Այնպես որ այս հարգեցող ծաղրաչունի քաղաքական խմբակով մի տեղ ունի, ընդամենը արտակնոց։ Վերջում մեր ժողովրդի ջուրը կքաշի։ Այսքանը, եթե խոսքասողներ չկան, կարող են լրագրողները մեր մասնակիցներից նաև վերցնել ինտերվյուներ եւ Տիկին Հակոբյան, խնդրեմ դուք խոսքի ասում։ Ես հետո ավելի մանրամասն լրագրողների կկարդամ, քանի որ սաստիկ անձրև է սկսում, բայց ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ մեր հայրենակիցները Ամերիկայում, ինչպես մենք այստեղ ստորագրահավաք ենք անելու, persona non grata հայտարարելու Ամերիկայից այստեղ դեսպան գտնվողին, այնպես էլ ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները Ամերիկայում persona non grata հայտարարեն Լիլիթ Մակունցին, ով որ չգիտես ինչով է այնտեղ զբաղվում եւ ըստ տախված լուրերի, միայն դեմոկրատական կուսակցության հետ է իր կապերը պահել, իսկ հայերի համար փաստորեն ոչինչ չի արել։ Ես ուզում եմ, որ Ամերիկայի հայերը նույնպես ստորագրահավաք սկսեն եւ նրան նույնպես վտարեն Ամերիկայից։ Շնորհակալություն, բավականին ճիշտ առաջարկ եք, կարծում եմ ընդհանրապես գլոբալիստների ներկայացուցիչները կարծում են դա Հայաստանն է Միացյալ Նահանգներում։ Բոլորի տեղը աղբանոցն է, իսկ մեր հարբեցող ծաղրացույց տեղը արտակնոցը։ Այսքանը, եթե հարցեր չկան մեր սիրելի լրագրողներին, կարող է եւ լինեն այստեղ մոտենամ, մեր այսօրվա ինքնաբուխ հավաքը ես հայտարարում եմ փակված, շնորհակալություն նաև մեր ոստիկաններին, որ ուշադիր լսում են մեզ, իրենք մեր երկրի քաղաքացիներն են, իրենք մեր զավակներն են եւ մեր երկրի ճակատագիրը կարծում եմ նաև ձեզ համար անտանվել չի։ Շնորհակալություն բոլորին։ Ձեր ամուսինը, բարև ձեզ, ձեր ամուսինը 2024 թվականի հունիսին մրգնակներից վնասվածք էր ստացել, ձեռքի մատերներ Չէ, ոտքի մատեր, ոտքի վնասվածքով։ Վիճակը ինչպես է եւ առհասարակ այդ դեպքի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Ինքը ցուցարար չէր, բայց ես Ռոբերտ Պետրոսյանի դժողի կինն եմ։ Հա։ Ինչպես ինքը ցուցարար չէր, այգում նստած, այգում օգտագործել են այդ նռնակները զայատեսակի, որը գիտեք թույլատրելի չէր։ Առաջինը իր ոտքին է վնասված, մատքերն է ոտքի կտրվել, ոտքը ամբողջովին վնասվել է։ Այդպես շատ ուշ լավացավ, վիճակը շատ վատ էր, երկրորդ ծանր։ Ոչ մեկ, ոչ մեկը պատասխանատվություն չի ենթարկվել, ոչ մեկ չեն մոտիկացել, ոչ ոստիկանություն, ոչ քննչական մարմիններ, ոչ մի բժշկական հաստատնախարարությունից, ոչ մեկ չեն մոտիկացել, ինչ որ տեսնեն քաղաքացին ինչ վիճակում։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը եւ ղեկավարները ասում էին, որ բաները գործել են իրավիճակի համար։ Ինքը ցուցարար չէր, այգում են նետել այդ նռնակները, այգում կային նաև հղի կանայք, երեխաներ, մեծահասակներ, որ իրենց համար նստած էին։ Ցուցարարների առաջինը երևի հենց գցել են այգու մեջ։ Սովորական մարդիկ նստած են, այգում նստած են։ Այո, կապ չունեն ցուցարարների հետ։ Պատասխանատուն այն ամենը։ Մեր ները, մեր գործարարը
մեր թշնամին Նիկոլ Փաշինյանի ղեկավարող բոլորը, մեր ղեկավարը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։